Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հունիսի 23-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ հետազոտող Բահրուզ Սամեդովին Հայաստանի օգտին լրտեսության համար։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ Հայաստանի բնակիչների հետ նամակագրության և պատերազմի դեմ հրապարակային դիրքորոշման համար։ Ինքը Սամեդովը մեղադրանքը չի ընդունում։ Իր ցուցմունքում նա ընդգծել է, որ հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքները հորինված են և դրա վերաբերյալ որևէ ապացույց չկա։ Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել էր նախորդ տարվա օգոստոսին։ Բահրուզ Սամեդովը հունիսի 19-ից բանտում հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի։ 2 օր անց փորձել է ինքնասպան լինել։ Վերջին պահին նրան փրկել է խցակիցը։ Այս մասին Մեյդան TV-ին հայտնել է ակտիվիստի 83-ամյա տատը, որ շուրջ 1 տարի է թորան նկարով դատարանների առջև է։ Но мира как такового нет. Պրահայի Կարլի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոկտորանտ հետազոտող Սամեդովը հայտնի է Ադրբեջանի իշխանություններին ուղղված սուր քննադատական հրապարակումներով։ Очень сложно прогрессивным голосам очень нелегко функционировать в азербайджанском обществе. Նա բազմիցս հարցազրույցներ է տվել նաև հայկական լրատվամիջոցներին, հայտարարելով, թե ինքը խաղաղության կողմնակից է և դեմ է պատերազմին։ Была ли война неизбежна? Я бы не сказал, что она была неизбежна. Սամեդովի խոսքով շինծու մեղադրանքով իրեն պատժում են լրացնելու համար։